Այսպիսով, այսօր ես ուզում եմ շարունակել նախորդ ծառայության թեման։ Մենք անցյալ անգամ խոսում էինք Մովսեսի կյանքի մասին, եւ ես ուզում եմ շարունակել, թե ինչպես Տերը Մովսեսին հայտնվեց, բացվեց եւ կոչում տվեց իրեն ծառայելու եւ ուղարկեց իր գործը գործելու։ Անցյալ ծառայությանը կանգ է առել երկրորդ Ելից երկրորդ գլուխ 23 խոսքին մոտ, միջև այդ հատվածն էի խոսել, հիմա կարդամ Ելից երկրորդ գլուխ 23 համարը։ Շատ օրեր հետո Եգիպտոսի թագավորը մեռավ։ Իսրայելի որդիները ծառայության պատճառով հառաչեցին ու աղաղակեցին։ Ծառայության համար նրանք աղաղակեցին Աստծուն։ Աստված նրանց հետեծանքը լսեց, ու Աստված հիշեց իր ուխտը, որ Աբրահամի, Իսակի ու Հակոբի հետ արել էր։ Աստված նայեց Իսրայելի որդիների վրա եւ գիտեցավ նրանց վիճակը։ Մենք որոշում ունենք այսպես սերտողություն անենք գրվածքը եւ մանրակրկիտ նայենք ինչ է տեղի ունենում, ինչպես Աստված Մովսեսին կանչեց եւ ուղարկեց իր ժողովրդին հանելու Եգիպտոսի ստրկությունից։ Եվ Ելից գիրքի հիմա այս հատվածում ինչ է պատմում։ Պատմում է, որ Փարավոնը մահացել էր։ Եվ հիմա մի ժամանակ էր սկսվել, որ նոր Փարավոն էր, եւ այդ Փարավոնը նորից տանջում էր, չարչարում էր, ծանր աշխատանքներով բեռնավորել էր հրյա ազգին, եւ նրանք այս տրկության բեռի տակ այնքան ճզմված ու ճնշված էին, որ այս ծանրության տակ սկսեցին ինչ անել, հառաչել ու կանչել Աստծուն։ Ու երբ որ մարդիկ հառաչանք ունեն, սա հառաչանքը սովորական աղոթքը չի։ Հառաչանքը այն վիճակն է, երբ որ մարդը այնքան ծանրացած է, այդ ծանրությունը ճզմում է, սեղմում, եւ այնքան ծանրության տակ է մարդը, որ ներսից, սրտից ինչ է բարձրանում, ճիչ է բարձրանում երկինք Աստծուն։ Ու այս ճիչը հասնում է Տիրոջ ականջին։ Աստծո սիրտը այնպիսին է, որ նա չի կարողանում անտարբեր լինել իր զավակների, իր որդիների հառաչանքին։ Եվ ասված է, որ այս մարդիկ սկսեցին ոչ թե ուղղակի կանչել, աղոթել Աստծուն, այլ հառաչանքի, հեծեցանքի, այսինքն աղերս, արտասուք թափում էին Տիրոջ առաջ, ասելով, որ մենք ստրկության մեջ ենք, մենք բեռի ու ծանրության լծի տակ ենք։ Եվ հետաքրքիր բան է ասված, Աստված ինչ արեց, լսեց նրանց հառաչանքը։ Թանկագիններս կա աղոթքի տարբեր կերպեր։ Կարող ենք մենք գոհանալ Աստծուն, կարող ենք երգել Աստծուն, կարող ենք ուրախության, շնորհակալության խոսք ուղղել նրան, կարող ենք փառաբանել, բայց երբ որ ծանրության, դժվարության ու նեղության մեջ ենք, մենք նաև կարող ենք ինչ անել։ Մեր այդ նեղության մեջից մեր հառաչանքը, մեր սրտի աղերսը, խնդրվածքը Աստծուն ուղղել։ Ու գրվածքը ինչ է ցույց տալիս։ Աստված լսում է հառաչանքի ձայնը, որ իր ժողովուրդը իրեն է ուղղում։ Ու լսեց եւ ինչ է հիշեց Աստված։ Տերը հիշեց իր ուխտը, որ արել էր Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ։ Աստված ուխտ պահող Աստված է։ Երբ որ մենք նեղության ու դժվարության մեջ ենք, մենք կարիք ունենք նայելու գրվածքները ու տեսնելու ինչ ուխտ ունի Աստված մեզ հետ։ Նա իր ուխտը պահում է ազգից մինչև ազգ։ Նա իր ուխտը չի դրժում, չի մոռանում։ Նա ինչ որ խոստացել է հայրերին գրվածքներում եւ ուխտ է արել, նա հավատարիմ է իր խոստմանը, նա հիշեց իր խոստումը։ Ինչ Աստված արդյոք խնդիր ունի հիշողության հետ։ Ոչ, բայց գրվածքները սկզբունք են մեզ սովորեցնում։ Եթե մենք աղաղակում ենք Աստծուն, Աստծո սրտի մեջ ինչ է բարձրանում, իր ուխտը։ Ոչ թե նա խնդիր ունի մոռանալու, ոչ, ուղղակի մենք Տիրոջ հիշողության մեջ, սրտի մեջ ինչն ենք բարձրացնում, նրա ուշադրության մեջ բարձրացնում ենք իր խոստումները տրված մեր հանդեպ։ Ու Աստված երբ որ հիշեց այս խոստումները, ինչ ասված,
Աստված նայեց Իսրայելի որդիների վրա եւ գիտեցավ նրանց վիճակը։ Եբրայերենում նայել խոսքը բառացիորեն գրված է աչքերը բացեց իր ժողովրդի վրա։ Կարծես թե Տիրոջ աչքերը փակ են, կարծես թե չէր տեսնում, բայց մենք գիտենք, որ Աստծո աչքերը ամեն բան է տեսնում եւ ոչինչ թաքնված չկա Աստծուց։ Ինչ է նշանակում, որ Աստծո աչքերը բացվեցին եւ նայեց իր ժողովրդին։ Սա խոսում է այն մասին, որ Տերը իր ուշադրությունը դարձրեց իր ժողովրդին։ Թանկագիններս նույնը մեր կյանքերի համար է այդպես։ Եթե անցնում ես նեղության, դժվարության մեջ, եթե ինչ-որ խնդիրներ կա անլուծելի իրավիճակ, ինչպես Իսրայելն էր, ստրկություն, լուծ, կապանքներ եւ մարդկային ուժերով անհնարին էր դրանից դուրս պրծնելը։ Աստված գիտեր այդ ամենը, բայց ինչ էր ուզում։ Ուզում էր, որ իր ժողովուրդը կանչի իրեն։ Աստված կամենում էր, որ իր ժողովուրդը նայի խոստումներին, իր ուխտին եւ ինչ անի։ Աղաղակի իր արարիչ Աստծուն, ով հավատարիմ է իր խոստմանը։ Ու երբ որ ժողովուրդը այսպես սկսեց աղաղակել Աստծուն, Աստված իր ուշադրությունը, իր աչքերը բացեց իր ժողովրդի նկատմամբ եւ Աստված է ճանաչեց, գիտեցավ նրանց վիճակը։ Իհարկե Աստված մենք գիտենք ամենագետ է, չկա ոչինչ թաքնված նրա առջև, բայց գիտեցավ, սա է նշանակում, որ Տերը սկսեց հետևել, նայել նրանց կյանքին, իր ուշադրությունը բերեց ամեն մեկի վրա, նույնը իմ ու քո կյանքում, եթե մտածում ես Աստված մոռացել է քեզ, անուշադիր է քո նկատմամբ, դա այդպես չէ, ուղղակի ինչ է պետք, աղաղակի կյանք, աղոթքի կյանք, ձայն ուղղել երկինք եւ սրանով ինչ կանենք, Աստծո ուշադրությունը կբերենք մեր հանդեպ եւ Տերը երբ որ գիտենում է, նա նաեւ ինչ է անում, նա փրկության ծրագիր է խորհրդածում, նա այդ իրավիճակից ելքի ճանապարհ է ծրագրում եւ այդ ծրագիրը նա սկսեց կատարել։ Ելից 3-րդ գլուխ կարդամ։ Մովսեսը առաջին համարից Մադիամի քուրմի իր աներոջ հոտները հարածեցնում, հոտը անապատի հետին քշելով Աստծո լեռը Քորեբը հասավ եւ Տիրոջ հրեշտակը կրակի բոցելով մորենի մեջից երևաց նրան։ Նա տեսավ, որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում, չէր վերջանում։ Մովսեսն ասում է, հիմա գնամ ու այս մեծ տեսարանը տեսնեմ, թե ինչ է սա, ինչի համար մորենին չի այրվում։ Տերը տեսավ, որ նա տեսնելու եկավ, Աստված մորենու մեջից կանչեց ու ասեց Մովսես, Մովսես, եւ Մովսեսը պատասխանեց ահա ես։ Մովսեսը զբաղվում էր իր աներեջ հոտերը արածացնելով։ Նա 40 տարեկան էր, երբ որ Եգիպտոսից փախավ եւ հայտնվեց Մադիամում։ Այո, գիտենք, որ ամուսնացավ Յոթորի աղջկա հետ եւ հիմա տեսնում ենք, որ նա զբաղված է աներոջ հոտերը արածացնելով եւ սա արդեն 40 տարի անապատում է գտնվում։ Ինչու էր նա անապատում, որովհետև Տերը անապատում է, որ աշխատում է մարդու սրտի հետ։ 40 տարեկանում նա ինչ էր անում, մտածում էր գնամ իմ եղբայրներին տեսնեմ եւ գիտեր, որ ինքը կանչված է Իսրայելին դուրս բերելու, առաջնորդելու կոչում ունի, բայց տեսանք, որ ձախողվեց եւ հիմա անապատում գտնված օրերում ինչ էր անում Աստված, աշխատում էր նրա կյանքի հետ, աշխատում էր նրա սրտի հետ, աշխատում էր նրա բնավորության հետ, ուզում էր մշակեր Մովսեսին եւ պատրաստել որպես իր ծառա, որ նա կարող լինի իր կամքը կատարել։ Եվ Աստված է հոտերին արածացնելով ուր գնաց անապատի խորքը։ Այո, մենք էլ կարող ենք լինել անապատներում, ես հոգևոր առումով եմ ասում, ինչ է անապատը, անջուր տեղ, արև,
շոկ, տապ, երբ որ նեղությունը, դժվարությունը, այդ արևը մի կողմից է հարվածում, շոկը մի կողմից, ջուր չկա խմելու, նեղություն է, տառապանք է, այ անապատը այդպիսի տեղ է հոգևոր առումով, ու ասված է Մովսեսը խորը գնաց անապատի վերջը։ Սա ինչ է ցույց տալիս, որ իր կյանքում, այո, անապատը խորացել էր։ Այդ նեղության, դժվարության շրջանի մեջ էր Մովսեսը գտնվում, եւ հիմա Աստված Քորեբ լեռան մոտ հայտնվեց նրան։ Քորեբ լեռը նույն Սինա լեռն է, որ ապագայում այնտեղ Աստված տալիս է 10 պատվիրանները, որ քարեղեն տախտակների վրա իր ձեռքով գրում, ու այդ տախտակները տալիս է Մովսեսին։ Եվ հիմա Մովսեսը զարմանալի տեսարան է տեսնում։ Տեսնում է անապատում մի մորենի, որը այրվում է, բռնկված է կրակով։ Մովսեսը լինելով անապատում սովոր է այդպիսի տեսարան տեսնել։ Ինչու, որովհետև շոկ է, բարձր ջերմաշճան է, ու ժամանակ առ ժամանակ նա տեսնում էր ինչպես այդ փշերը, տատասկները, այդպիսի բույսերը բռնկվում ու վառվում էին անապատի տապից։ Բայց զարմանալի բան, բռնկվել է, այրվում է, բայց չի վերջանում։ Ու զարմացած մտածեց, գնամ մոտիկ և տեսնեմ այս տեսարանը, ինչն է պատճառը, որ վառվում է ու չի վերջանում այս հուշը, այս մորենին։ Մոտեցավ և լսում է Տիրոջ ձայնը, Մովսես, Մովսես, և նա ասում է այ ես։ Տերը հայտնվել էր կրակի մեջ։ Այո, Տիրոջ ներկայությունը կրակի բոցի նման է։ Եբրայեցիս թուղթն էլ ասում է, որ Աստված մաշող, այրող կրակ է։ Ու երբ որ Տիրոջ ներկայությունը գալիս է, այդ կրակն է գալիս։ Ու երբ որ Տիրոջ ներկայությունը գալիս է, ամեն բան բռնկվում է, բայց ո՞րն է զորավորը, այն չի սպառվում։ Ու Մովսեսը ասեց գնամ տեսնեմ ինչ է սա։ Գիտեք սա ինչպիսի նաև խորհուրդ է։ Երբ որ մենք նայում ենք գրվածքները, կարդում ենք Աստծո խոսքը, նույն Աստվածաշունչն է, այն նույն գիրքն է։ Ու մարդիկ էլ կարող են զարմանալ ու ասել, դու նույն գիրքն ես կարդում տարիներ շարունակ։ Այո, ինչու, որովհետև այն Աստծո կրակով բռնկված է։ Մենք կարդում ենք Աստվածաշունչը, նրա մեջ կա ջերմություն, նրա մեջ կա Աստծո սերը, Աստծո կրակ, Աստծո ներկայությունը, այն այրվում է ու չի վերջանում։ Այն նույնն է, թարմ է անընդհատ, այն չի սպառվում։ Ուրիշ գրքեր այդպես չեն։ Կարող ես մեկ անգամ կարդալ, նյութին տեղյակ լինել, իմանալ ինչ է գրված գրքում և վերջ։ Բայց Աստվածաշունչը այդպես չէ։ Աստծո խոսքը ինչպիսի հատկանիշ ունի, հենց այս հատկանիշը, որ մենք տարիներ շարունակ նայում ենք այս գրվածքներին ու այն նորից մեզ ջերմություն է տալիս, այն նորից մեզ կրակ է հաղորդում, այն ապրելու զորություն է մեզ տալիս, ու այս խոսքերը չեն հնանում, չեն վերջանում, այս խոսքի ուժն ու զորությունը անդադար թարմ է մնում ու կրակը չի սպառվում։ Ու նաև խորհուրդը ո՞րն է։ Երբ որ Աստծո խոսքը մենք կարդում ենք, կարող ենք անցնել առաջ ու չտեսնել ներսի պարունակությունը։ Երբ որ մենք կարդում ենք գրվածքը, երբ որ մենք այդ այրվող մորենուն նայում ենք, ինչ կարող ենք անել։ Մովսեսի նման ասել. մի րոպե, կանգ առնեմ, ավելի խորը նայեմ այս խոսքին, հետաքրքիր է, ինչ է այնտեղ ինձ համար թաքնված։ Նորից մեկ անգամ այս խոսքը կարդամ ու մտածեմ այս խոսքի շուրջ։ Ու եթե մենք Մովսեսի նման նորից և նորից նույն խոսքը ուշադիր նայենք, ինչ կարող է անել Աստված, նա կարող է այդ ինչպես այրվող մորենու մեջից խոսեց, նա կարող է իր խոսքի մեջից խոսել մեզ հետ։ Այսինքն այդ խոսքը կարող է կենդանացնել մեզ համար։
եւ ձայն ուղղել ու դա կարող է կպնի մեզ, ինչպես որ ասես Մովսես, այնպես էլ կարող է մեզ ուղղել իր խոսքը եւ այդ խոսքը դառնա մեր կյանքի մի մասը եւ մենք սկսենք հասկանալ ինչ նա նկատի ուներ այդ խոսքի մեջ ասելով եւ հիմա Մովսեսը երբ մոտենում է Տերը խոսում է եւ Մովսեսն ինչ ասում yes եւ այդտեղ որ ասված է Տերը կրակե բոցի մեջ հայտնվեց Եբրայերեն այդ խոսքը կրակե բոց ցույց է տալիս որ Աստված հենց կրակի բոցի կենտրոնում էր կանգնած կրակը իր շուրջն էր եւ Մովսեսը որ ասում է yes Աստված խոսում ու ասում է մի մոտեցիր այստեղ կոշիկներդ հանիր քո ոտքերիցդ քանի որ այստեղը որի վրա կանգնած է սուրբ երկիր է Մովսեսը մոտեցավ Տիրոջը եւ Տերն ասում է կանգ առ ավելին մի մոտեցիր ինչու որովհետեւ դու քո կոշիկներով ես Մովսես որովհետեւ դու այն կոշիկներով ես որով դու այս աշխարհի ճանապարհների մեջ ես քայլում Դու պետք է այդ կոշիկները հանես, որ կարողանաս այս սուրբ տեղում կանգնել։ Իմ ներկայությունը սուրբ է։ Դու պետք է քո ճանապարհներից հեռանաս։ Այն աշխարհիկ ճանապարհներից, որ դու սովոր ես քայլել, քո մարդկային երկրավոր գիտակցությամբ, քո սովորություններով, քո իմաստությամբ, քո իմացածով, որ գնում ես այս կյանքի ճանապարհներով, դրանք աղտոտված են։ Հանիր այդ կոշիկներդ, հանիր քո կյանքից նախկին սովորույթներդ, քո բնավորությունդ, քո մարդկայինը, քո երկրավորը, քո կենցաղայինը, քո սովորականը, քո այն առօրյականը, որ դու այսօր ունես քո կյանքում, դու պիտի մերժես, հանես, որ կարողանաս ոտաբոբիկ լինել եւ մտնել իմ սուրբ ներկայության մեջ ու այդ ժամանակ ես ինչ կանեմ, քեզ նոր կոշիկներ կհագցնեմ, քեզ իմ ճանապարհների մեջ գնալու կարողությունը կտամ։ Ու Մովսեսը հանեց իր կոշիկները, նա այդպես պիտի վարվեր, որ կարողանար այդտեղ կանգնել։ Նա պիտի մերժեր անցյալը, իրենը, երկրայինը, մարդկայինը։ Եվ Աստված սկսում է խոսել նրա հետ։ Եվ ասում է. Ես եմ քո հորդ Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը։ Մովսեսն ինչ անում։ Վախենում է, իր երեսն է ծածկում, քանի որ Աստծուն նայելուց վախեցավ։ Աստված ուզում էր ասել, որ իմացիր, ես մինչև քեզ հայտնվելը, քեզ բացվելը, քեզանից առաջ կան հայրեր, ում հայտնվել եմ, ում հետ խոսել եմ, ում հետ ուխտ եմ կապել, դու միակը չես։ Ու Մովսեսը լսելով Աստծո ձայնը երկյուղ է գալիս ու վախենում է Տիրոջը նայել։ Եվ Աստված նորից է ասում, որ 7-րդ համարում ես լսեցի իմ ժողովրդի աղաղակը, որ ունեին այդ նեղությունները ու ճանաչեցի, իմացա նրանց նեղությունները։ Ու եկել եմ, որ տանեմ մի լայն երկիր, կաթ ու մեղր բխող երկիր հանեմ ձեզ։ Ու ասում է 9-րդ համարում, հիմա Իսրայելի որդիների աղաղակը ինձ հասավ ու տեսա, որ Եգիպտոսում նրանք հարստահարվում են։ Ինչու եմ այստեղ նորից ցիտում, որ Տերը իր կողմից ինչ ասում։ Ես լսեցի նրանց աղաղակի ձայնը, երկու անգամ կրկնում է սա։ Այսինքն տեսեք, որքան կարևոր է, որ մենք մեր նեղությունների մեջ կարողանանք մեր ձայնը բարձրացնել Աստծուն։ Աստված իր կողմից ինչ կասի։ Ես լսեցի որդիս քո աղաղակը, ես իմացա քո իրավիճակը եւ ինչ արեցի, ես ծրագիր ունեմ քեզ համար։ Եվ ես հիմա ինչ կանեմ, կգործածեմ իմ ծրագիրին պլանը քո կյանքում։ 10-րդ համար։ Ուստի գնա, քեզ փարավոնին եմ ուղարկում, որ իմ ժողովրդին Իսրայելի որդիներին Եգիպտոսից հանես։
Եվ Մովսեսն ասում է Աստծուն. ես ով եմ, որ փարավոնին գնամ ու Իսրայելի որդիներին Եգիպտոսից հանեմ։ Ես ով եմ։ Ինչ զարմանալի բան է կատարվում։ Աստված խոսում է այն կոչումը, որը ունի Մովսեսի կյանքում։ Մովսես, գնա, ես քեզ ուղարկում եմ։ Ուր եմ ուղարկում։ Փարավոնի մոտ, որպեսզի իմ ժողովրդին Եգիպտոսի լծից, տրեկությունից հանես։ Ուր տանելու, ասել էր Քանանի երկիր։ Մովսեսը լսում է կոչումը, որ Աստված ունի, լսում է, որ Աստված իրեն ուղարկում է, բայց ինչ է անում։ Զգում է իր փոքրությունը, զգում է իր տկար լինելը, իր չնչին փոքր լինելն է հասկանում։ Թանկագիններս, ամեն մի Աստծո մարդ, երբ պատիվ է ունեցել, որ Աստված իրեն կանչի և ուղարկի իր գործը գործելու, այս նույն զգացումը ապրել է իր սրտում։ Սա որպեսզի մենք հաստատվենք, ուզում եմ կարդալ Երեմիայի գրքից, Երեմիա առաջի գլուխ, կարդամ, տեսնենք ինչ էր կատարվում Երեմիայի հետ, երբ որ Աստված նրան կանչեց։ Աստծո մեծ մարգարեներից մեկն է Երեմիան։ Առաջի գլխի 5-րդ համարից կարդամ։ Աստված ասում է Երեմիային. քեզ որովայնի մեջ չստեղծած քեզ ճանաչեցի, դու մորդ արգանդից դուրս չեկած քեզ սրբեցի, քեզ ազգերի մարգարե տվեցի լինելու։ Ինչպես որ Մովսեսի կյանքն էին նայել, որ ծնունդից սկսված, երբ որ նա ծնվում էր, այդ Աստծո փառքի լույսն էր ծագել նրա ծնունդի պահին, և մայրը, ծնողները տեսան, որ Տիրոջ փառքը կա այս երեխայի կյանքում և հասկացան Աստծո մեծ կոչումը կա նրա կյանքում Աստծո գործը գործելու և Աստծուց զորություն ստացան երեխային պահելու, որ նա չմահանա, այնպես էլ Երեմիային Տերն ինչ էր ասում. ես քեզ ընտրել եմ դեռ քո մոր որովայնից սկսված։ Ես քեզ քո մորդ արգանդի մեջ ձևավորել եմ ինչի համար, ազգերի մարգարե լինելու։ Բայց ինչ ասում Երեմիան Տիրոջը, այն ժամանակ ասում է ասացի, ով Տեր Եհովա, ահա ես խոսել չեմ իմանում, ես մանուկ եմ։ Բայց երբ որ այս գիրքը գրվում էր այս գլուխը, Երեմիան մանուկ չէր, փոքր երեխա չէր, միգուցե 30 տարեկան էր, միգուցե 40 տարեկան էր, այդ մանուկ խոսքը եբրայերենում նաև վերաբերվում է մի մարդու, որը կարող է լինել 30-ից 40 տարեկան։ Բայց ինչ է ասում Երեմիան, ես փոքր եմ, ես անօգնական եմ, ես ինձ զգում եմ մի երեխայի պես, ես ինչպես կարող եմ գնալ ազգերին, մարգարեանալ։ Բայց ինչ ասում Տերը նրան, մի ասա, որ ես երեխա եմ, ես մանուկ եմ, քանի որ ես քեզ ուղարկում եմ, պիտի գնաս ու ինչ քեզ պատվիրում եմ, պիտի խոսես։ Մի վախեցիր նրանց երեսից, քանի որ քեզ հետ եմ, քեզ ազատելու համար։ Այդ ժամանակներում Երեմիայի օրերում կռապաշտ թագավոր էր թագավորում, ու Երեմիան վախեցած էր։ Նա ասում էր ո՞նց գնամ, ո՞նց մարգարեանամ, ախր թագավորը կռապաշտ է, նրանք ինչ չեն լսի, նրանք կարող են իմ կյանքին վտանգ դնել, կարող եմ անգամ մեռնել, կարող եմ նեղությունների հանդիպել, կարող են ինձ սպանել։ Ու Տերն ասում է մի վախեցիր, ես քեզ հետ կլինեմ։ Նույնը մեր կյանքում,
երբ որ Աստված մեզ կանչում է կարևոր ծառայության մեջ, մենք էլ ենք զգում մեր փոքրությունը։ Եվ ամեն Աստծո ճշմարիտ մարդ այս ապրումը, այս ընթացքը անցնում է։ Մարդը չի կարող ինքնավստահ լինել եւ Աստծո գործը գործել։ Ինչու՞, որովհետև չես կարող մարդկային ուժով ու կարողությունով Աստծո գործը գործել։ Եվ հիմա հերգա Մովսեսին, երբ որ Մովսեսը այսպես է ասում Աստծուն, ես ով եմ, ուզում ասել, ես մի փոքր երեխայի պես եմ, բայց 80 տարեկան էր նա, ու իմ ազգած ինչքան անօգնական է։ Ու հարցը այսպիսին է, տեսեք, ես ով եմ, որ Փարավոնին գնամ ու Իսրայել ժողովրդին հանեմ Եգիպտոսից։ Այս նախադասության մեջ տեսնում ենք երկու հարց, որ Մովսեսը ուղղում է Աստծուն։ Ես ով եմ, որ գնամ Փարավոնին, առաջին սա է։ Նա վախենում էր Փարավոնից։ Պատկերացնում ես մի հզոր թագավորության թագավոր է Փարավոնը։ Մի բռնակալ, որի համար մարդկային կյանքը ոչինչ է։ Ինչպես ես կարող եմ գնալ և այդ մեծ թագավորության դաժան թագավորի առաջ կանգնեմ և խոսեմ նրան։ Եվ ինչ պիտի ասել, պատկերացնում եք այդ դաժան թագավորին, քո ստրուկներին բաց թող։ Ով եմ ես ասելու այդ բանը, ոնց կարող եմ անգամ հասնել նրա առաջ և այդպիսի բան նրան ասել, որքան վախենալու է դա։ Եվ Աստված ինչ է ասում նրան։ 12 համար։ Անշուշտ, Աստված ասում է, անշուշտ, ես քեզ հետ պիտի լինեմ, և սա լինի քեզ նշան, որ ես քեզ ուղարկել եմ, և ժողովրդին Եգիպտոսից հանես, այս լեռան վրա պիտի պաշտեք Աստծուն։ Սա քեզ նշան լինի, որ ես քեզ ուղարկել եմ։ Ո՞րն է այդ նշանը։ Հիմա դու կանգնած ես այրվող մորենու մոտ։ Դու հիմա տեսնում ես նշան հրաշք Մովսես։ Սա քեզ նշան է, որ ես եմ քեզ ուղարկել։ Այսինքն առաջին նշանը ո՞րն է, որ դու հրաշք ունես, որ քո կյանքում մի բան է հիմա տեղի ունենում, որ երբեք դու սա չես տեսել։ Սա քեզ նշան, որ ես եմ քեզ ուղարկել։ Երկրորդ խորհուրդ առանձնացնենք սրա մեջ։ Հուշը այրվում է ու չի վերջանում։ Կրակ է բռնկված։ Այո, դու կգնաս Փարավոնի առաջ, և դա ինչին նման կլինի, որ դու կմտնես կրակի մեջ։ Դա վախենալու տեղ է։ Դա այնպիսի մի տեղ է, որ դու գնաս Փարավոնի մոտ, ոնց որ դու կհայտնվես կրակի բոցի մեջ, ինչպես հիմա մորենին այրվում։ Դու կհայտնվես կրակների մեջ, դու կհայտնվես նեղությունների մեջ։ Բայց ինչպես որ ես հիմա այս կրակի բոցի կենտրոնում եմ կանգնած, ես քեզ հետ այդ կրակի մեջ կանգնած կլինեմ։ Ու քեզ վտանգ չի սպառնա, որովհետև ես քեզ հետ կլինեմ կրակի մեջ։ Ու ես քեզ կազատեմ կրակից։ Ես քեզ կազատեմ այդ բռնակալի բարկությունից։ Ու քեզ չեն սպանի, քեզ չեն կալանավորի, քեզ բանտ չեն դնի։ Եվ այդ ընթացքում ինչեր կլինի, ինչպես որ մորենին է փշոտ, քեզ նեղություններ կգա քո առաջ, բայց այդ նեղությունները դու կհաղթես Աստծո
զորությունով։ Սա քեզ նշան։ Եվ հիմա նորից շարունակում է հաջորդ միտքը։ Մովսեսը երկու հարցեր տվեց։ Ես ով եմ, որ գնամ Փարաոնին, Աստված պատասխանեց, չէ, որ սա քեզ նշան, եւ հաջորդը։ Ու երբ որ իմ ժողովրդին քահանես Եգիպտոսից, այս լեռան, Սիոն լեռան վրա, Սիոն սարի վրա, ինձ կպաշտեք։ Սա էլ ապագայում պիտի լիներ։ Մի նշան ասած ներկայի մեջ, տեսեք, դու տեսնում ես կրակե բոցը, որը չի վերջանում։ Սա ներկայի մեջ է։ Իսկ հաջորդը ապառնի է, ապագայի մեջ է, որը դեռ չի կատարվել։ Դու կգնաս եւ քեզ կհաջողվի։ Փարաոնը բաց կթողնի իմ ժողովրդին, որովհետեւ ես կստիպեմ, որ նա իմ ժողովրդին բաց թողնի ինձ պաշտելու համար։ Ու երբ որ նրանք Եգիպտոսից դուրս գան, Սինա լեռան վրա ինձ կպաշտեք։ Սինա լեռան վրա ինչը պիտի տար Աստված, օրենքը, պատվիրանը եւ ժողովուրդը պետք է օրենքի խոսքի համաձայն պաշտեր Աստծուն ապագայում։ Սա մի բան էր, որը դեռ այդ բանին չկար, չէր երևում, դա ապագայի մեջ էր։ Սիրելիներս, նույնը մեր կյանքում է։ Աստված կա նշան, որը տալիս է ներկայի մեջ, բայց նաև կա նշան, որ ասում է կկատարվի ապագայում։ Եթե դու վստահես Աստծուն հիմա այս նշանը ունենալով եւ քայլեր գործես, այս նշանը կտեսնես նաև ապագայում, ինչով կարտահայտվի Աստծուն պաշտելով Աստծո ժողովրդի հետ։ Նույնը մեր կյանքում Տերը ինչ կանի կօրհնի եւ կբարձրացնի իր տունը, այս եկեղեցին, եւ մենք Տիրոջ ժողովրդով ինչ կանենք Աստծո խոսքի պատվիրանների օրենքի կատարելով Աստված կպաշտենք միասին։ Դա կլինի մեր կյանքում, Աստված կբարձրացնի իր տունը իր զորությամբ եւ մենք սա կտեսնենք նաեւ մեր կյանքերի մեջ։ Մովսեսն ասում է Աստծուն. երբ ես գնամ Իսրայելի որդիներին ու ասեմ նրանց, ձեր հայրերի Աստվածը ինձ ուղարկեց, ու երբ ասեն ինձ, ինչ է նրա անունը, ինչ ասեմ նրանց։ Աստված ասում է Մովսեսին, ես եմ, որ եմ, եւ ասում է, այսպես պիտի ասես Իսրայելի որդիներին, ինձ, որ եմ ուղարկեց ձեզ։ Դարձյալ Աստված ասեց Մովսեսին, այսպես պիտի ասես Իսրայելի որդիներին, ձեր հայրերի Եհովա Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածն ու Հակոբի Աստվածը ինձ ձեզ ուղարկեց, իմ անունս հավիտյան սա է, եւ ազգից մինչև ազգ իմ հիշատակս սա է։ Մովսեսը հիմա հարցնում է, լավ, բա որ գնամ ինչ ասեմ։ Ինձ կհարցնեն, որ դու Աստծուն հանդիպեցիր, ինչ է նրա անունը, ինչ պատասխանեմ նրան։ Ասա, որ ես եմ, որ եմ։ Զարմանալի բան է ասում Տերը։ Ինչ էր սանով ուզում ասել։ Եմ։ Ես էմն եմ։ Ես հավիտենությունն եմ։ Ես եմ, որ եմ։ Եբրայերենով սա նաև նշանակում է այսպես, ես կամ կլինեմ, ես կլինեմ, որ կլինեմ։ Ես նայեցի տարբեր թարգմանություններ, հրյա իմաստունների մեկնություններ, այս խոսքի իմաստի բացատրություններ, եւ տարբեր իմաստներ կա այս խոսքի մեջ։ Ես կլինեմ, որ կլինեմ։ Այսինքն կարծես ցույց է տալիս այդ շարունակականությունը, որ Աստված կա ներկայիս մեջ եւ կլինի անդադար ապագայի մեջ։ Նա այն մեկն է, որ մշտենջենավոր է, նա սկիզբն է, ընթացքն է, նա նաեւ վերջն է։ Նա կարծես սկիզբ ու վերջ չունի։ Այս խոսքը այնքան ընդհարցակ է, այնքան զարմանալի է, որ իշքան մտածում ես չես կարողանում տեղավորեցնես,
Ես եմ, որ եմ։ Ես կամ ես շարունակականության մեջ կամ ու կլինեմ։ Ասում ես նա եմ, բայց ինչ ասա, ես եմ, որ եմ, բայց ասա, որ էմը քեզ ուղարկեց։ Ոչ ասում, ասա, ես եմ, որ էմը ուղարկեց։ Ես եմ, որ եմ, ես կամ կլինեմ անընդհատը, բայց երբ որ գնաս իրանց ասա, էմը ուղարկեց։ Նա ուղարկեց, ով կլինի։ Ինչ է ուզում ասել։ Դու կգնաս, ժողովրդին կհանես, բայց այդ հանելու ընթացքում ինչ է սպասվում ձեզ։ Նեղություններ։ Փարավոնը չի ուզենա ձեզ բաց թողնի։ Անգամ երբ որ դուրս գաք, անապատում էլ դժվարություններ է սպասվելու։ Որն էր նշանը, չէ՞, այրվող մորենին։ Մորենին փշոտ բույս է, մորի քաղածկաս, երբ որ ուզում ես պոկես ուտես, ձեռքերդ վնասվում է, նեղություն ես քաշում։ Ձեզ նեղություններ, կրակ է սպասվելու անապատում։ Ես կլինեմ ձեզ հետ։ Քեզ պետք է մի բան իրենց ասես, ես հավատարիմ եմ։ Ես այդ բոլոր ընթացքի մեջ լինելու եմ ձեզ հետ։ Վստահ եղեք ինձ վրա։ Դա ասա իրանց։ Այսքանը բավական կլինի, որ իմ ժողովուրդը իմանա, որ ես չեմ թողնի իրենց։ Սիրելիներս, նույնը մեր կյանքում է։ Տեր Հիսուսը էմն է։ Երբ որ ասեցին Հովհաննես 8-րդ գլխում Տեր Հիսուսին, ով ես դու, որ հավատամ քեզ, ասեց ես եմ։ Ասեցին ինչպես, ասեց ես Աբրահամից առաջ եմ։ Չասեց Աբրահամից առաջ էի, Աբրահամից առաջ եմ, ներկա ժամանակով է ասում Հիսուսը, տեսեք զարմանալի բան, դրանք էլ ասում են, ես ինչ ես ասում, Աբրահամը երբ է եղել, իսկ դու ասում ես ես Աբրահամից առաջ եմ, ինչու է ներկա ժամանակի մեջ ասում Հիսուսը, չի ասում առաջ էի, որովհետև նա և հայրը մեկ է, և Աստված ինչպիսին է, միշտ է, անդադար է, նրա համար չկա ժամանակ, երեք, այսօր և ապագա, մեր համար կա դա, մենք են ժամանակի մեջ դրված մարդիկ, մենք ասում ենք անցյալում սա եղավ, հիմա սա է կատարվում, ապագայում սա կարող է լինել, իսկ Աստված այս բոլոր ժամանակից դուրս է, ժամանակն է նրա մեջ։ Հայտնության առաջի գլխի, կարծեմ 9-րդ համարում է, Տերն ասում է, ես եմ Ալֆան և Օմեգան, երբ որ հայտնվում է Հովհաննեսին, և ասում է, ես էի, ես եմ, ես կգամ։ Նորից Հիսուսը հայտնում է իրեն Հովհաննեսին, որ ով է, ինքը անընդհատ է, ինքը միշտ է, ինքը չունի սկիզբ ու վերջ։ Հիսուսը միշտ է մեզ հետ, և Հիսուս այսօր է մեզ հետ, և Հիսուսը վաղն է մեզ հետ լինելու, քանի դեռ մենք երկրի վրա ապրում ենք, ինչով էլ որ անցնենք, Հիսուսը միշտ մեզ հետ է։ Ասում է, նրանք քո ձայնը կլսեն, 18-րդ խոսք, կգնաս Իսրայելի ծերերին քաղաքես, կասես, ու նրանք քեզ կլսեն։ Եբրայեցիների Աստվածը Եհովան կասեք մեզ հանդիպեց, կգնաք Փարավոնին կասեք, որ Եհովան մեզ հանդիպեց, ու հիմա աղաչում են, որ 3 օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ, որ մեր Եհովա Աստծուն զոհ մատուցենք։ Ես գիտեմ, թե Եգիպտոսի թագավորը չի թողնի ձեզ, որ գնաք, եթե ոչ զորավոր ձեռքով։ Ես իմ ձեռքս պիտի երկարացնեմ ու զարկեմ Եգիպտոսին բոլոր հրաշքներով, որոնք նրա մեջ կանեմ, միայն դրանից հետո ձեզ կթողնի, որ գնաք։ Այս ժողովրդին շնորհք պիտի տամ եգիպտացիների առաջ, ու երբ դուրս գաք, դատարկ չեք դուրս գա, այլ ամեն կին իր հարևանից ու իր տան մեջ բնակվող կնոջից
արծաթեղեն զարդեր, ոսկեղեն զարդեր, հանդերձներ կխնդրի ու ձեր որդիների ու աղջիկների վրա պիտի դնեք ու Եգիպտոսը պիտի կողոպտեք։ Ասում է, երբ որ գնաս, Իսրայելի ծերերին կասես այս ամենը, ու միասին կգնանք ու Փարաոնին կասեք, բայց նա չի ուզենա ձեզ թողնի։ Եթե ոչ, իմ ձեռքը զորությամբ կգա, կհարվածեմ, դատեր կանեմ, հրաշքներ կանեմ եւ ստիպված կթողնի։ Եվ դուք դուրս կգաք եւ կգնաք, բայց դատար չեն գնա։ Եգիպտոսի հարստությունն ձեզ հետ կտանեք։ Ես օրհնությամբ ձեզ կհանեմ ստրկության տնից։ Եվ այդ ամենը կտանեք ու իմ տունը կսարքեք։ Եվ գիտեք, այդպես էլ լինում է։ Այդ ամենը տանում են եւ այդ ոսկին ու արծաթին չի համար պետք է օգտագործվեր Աստծո կամքը որներ, որ Աստծո տունը կառուցվեր։ Աստված ինչ է կամենում, որ ես ու դու իրեն պաշտենք եւ նա մեզ տա հաջողություն, որ այս Եգիպտոսի ունեցվածքը տա մեր ձեռքը, աշխարհի ոսկին ու արծաթն էլ տա մեր ձեռքը, ինչի համար, տեսեք, նպատակը իր տունը սարքելու համար, իր անունը փառավորելու համար։ Հալելույա, փառք Տիրոջը։